Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 11։ Ես պիտի թափեմ իմ հոգին քո սերնդի վրա և իմ օրհնությունը քո զավակների վրա։ Եսայի 44-րդ գլուխ 3-րդ խոսք։ Մեր սիրելի զավակները բնույթով չունեն Աստծո հոգին, ինչպես մենք հստակ տեսնում ենք։ Մենք նրանց մեջ տեսնում ենք շատ բաներ, որոնք մեզ վախեցնում են նրանց ապագայի համար, և սա մեզ մղում է տքնաջան աղոթքի։ Երբ որդին հատկապես մոլորվում է, մենք Աբրահամի հետ միասին բացականչում ենք. «Օթե Իսմայելը ապրեր քո առաջին»։ Մենք կնախընտրեինք տեսնել մեր դուստրերին աննա դառնալ, այլ ոչ թե կայսրուհիներ։ Այս խոսքը մեծապես խրախուսում է մեզ։ Այն հաջորդում է «Մի վախեցիր Հակոբ իմ ծառա» խոսքերին և կարող է ջնջել մեր վախերը։ Տերը կտա իր հոգին, Նա կտա այն առատորեն թափելով։ Նա կտա այն արդյունավետորեն, որպեսզի այն դառնա իրական և հավերժական օրհնություն։ Այս աստվածային թափման ներքո մեր զավակները կվերածնվեն և պիտի ասեն. «Ես Տիրոջինն եմ»։ Նա պիտի Հակոբի անունովը կոչվի։ Եսայի 44-րդ գլուխ 5-րդ խոսք։ Սա այն խոստումներից մեկն է, որի համար Տերը հաշիվ է պահանջելու։ Միթե կարող ենք կորցնել այն աղոթքի ժամերը, որ պետք է հատկացնենք մեր զավակների համար բարեխոսելու։ Մենք չենք կարող նրանց նոր սրտեր տալ, բայց Սուրբ Հոգին կարող է, և Նա սիրով է համոզվում և շնորհում։ Մեր մեծափառ Հայրը ուրախանում է հայրերի և մայրերի աղոթքներից, իսկ մենք դեռ սիրելիներ ունե՞նք տապանից այն կողմ։ Ուրեմն եկեք չհանգստանանք, մինչև նրանք մեզ հետ չփակվեն տապանում Տիրոջ ձեռքով։